Վստահում եք Հայաստանի դատարաններին։ Հա, դա իհարկե, որ չվստահենք ոնց կարելի է։ Նայած ինչ հարցում, դժգոհ չէ։ Ոչ ենքան, փաստեր կան, որ կարելի է չվստահել։ Ոչ լիարժեք։ Իմ լսածով, իմ պատկերացրածով չկա արդարություն, հաստատ եմ այդ ասում, որովհետև եթե ծանոթ մեկը զանգեց, հաստատ դատը լրիվ կփոխվի, ինչքան էլ մեր դատավորները արդար լինեն։ Ոչ միշտ 6 համ։ Ոչ, միանշանակ ոչ մի դատարան երկրագնդի վրա նորմալ չի կարող աշխատել։ Որոշ չափով։ Մասամբ, նայած դեպքերում, շատ դեպքերում վստահում ենք, շատ դեպքերում էլ չենք վստահում։ Առաջադյանի դատարան, Վերաքննիչ դատարան, Վժրաբեկ դատարան, իսկ թվում է դրանք պասիրովկային ռուսերեն եթե ասենք, օրինակ ես որ կարողանայի, մենակ Առաջադյանի դատարանը բավական էր։ Նույն բարձրագույն կրթություն ունեցողները, նույն ինչու էս տեղից ընդեղից ստեղ, ինչի համար։ Եվ երևի երկիրը կշահեր, կան աշխատող ինչի է պետք։ Չեմ առնչվել ոչ մի առումով, բայց գիտեք, երբ որ քաղաքացիները իրենք արդեն վստահ մոտենան դատարաններին, այդ ժամանակ արդեն հաստատ շատ բան կփոխվի մեր կյանքում։ Կա կոռուպցիա դատական համակարգում։ Վայ, դե ուրիշ տեղ չկա, մենակ իրանց մոտ է։ Ով որ չընկել չիմանում ինչա։ Չեմ կարող ասել։ Հա, այդ անխուսափելի է կլինի, բայց դե հսկողություն էլ կա։ Իհարկե կա։ Կոռուպցիոնը ոչ մի բանը չի վերացում։ Այսքան ասում են, խոսում են, ամեն ինչ ասում են, բայց իրենց խոսքի տերը չեն։ Ահա որ շատ։ Լիքը։ Այդ մենակ դատարանում չի, այդ ամեն տեղ է։ Եվ հետո չեմ մեղադրում այդ մարդկանց, որովհետև շատ-շատերը իրանք առաջարկում են, հետո իրանք էլ բողոքում են, որ ինչի է սենց կոռուպցիոն համակարգ եւ այլն եւ այլն։ Շատ։ Միանշանակ կան։ Բառը դրա կոռուպցիա ասելու ինչ կաշառակերություն։ Դիտակաշառակերություն մեկ մյուսին ցանկանում է լավություն անեն մեկ էլի։ Ինչ միջոցներ պետք է ձեռնարկել այս համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար։ Ամենակարևոր դատական նախադեպի երևույթը շատ կիրառան էլի։ Նույն կարգի գործերի նկատմամբ տարբեր որոշումներ կայացում ու կուրիոզներ ասում էլի։ Խստություն, ուղղակի հետևողականություն դրանց։ Եթե այդ հարցը դրել են, որ պետք է անպայման կոռուպցիան վերանա, իհարկե դա կասկածելիա կվերանա թե չի վերանա, բայց հսկողություն անպայման պետք է ալնի գոնե։ Այսօրվա կոռուպցիայի դեմ ընդհանրապես պայքարը տեսնելով, որ կա իսկապես այդ պայքարը, ես մտածում եմ, որ այդտեղ էլ պիտի որ ազդած լինի։ Եթե պետք է վիրևը մտածել։ Համակարգային փոփոխություն։ Կանխելու համար ժողովրդին լսել է պետք։ Այն գործ որ կատարում են, թող ճշտությամբ անեն։ Դարձանք իրավական պետություն, որ կարողանանք այդ որ դուք ասեցիք, այդ չլինի այդ կոռուպցիան, կաշառակերությունը, պաշտոնի չարաշահումը։ Ինչպիսին պետք է լինի դատավորի կերպարը Հայաստանում։ Ազատ, անկախ իրանց համար։ Այդ պետք է լինի, ուրիշ բան չկա։ Ես պատկերացնում եմ դատավորը երիտասարդ, նվիրված իր գործին, նվիրված առաջին հերթին Հայաստանի բնակության, Հայաստանի քաղաքացիներին եւ ամենակարևորը նվիրված արդարադատությանը։ Պետք է լինի մարդկային։ Նա ոնց կա այն ձևի դատա անցկացնի, ոչ թե կողմնապահություն, այս կողմի, այն կողմի վերաբերյալ։ Ամենաազնիվ ճիշտ ռեալ մարդկային Ճշտապահ, օրինապահ, դատավորը պետք է ինքը կարողանա ժողովրդին լսել, ճիշտը մեկնաբանել, ճիշտը դատել։ Ես դատավոր չեմ պատկերացնում, տենց շատ խիստ, լուրջ, ինքը պետք է ամեն դեպքում մարդկային լինի ու ամենակարևորը խիղճ ունենա։ Արդարությունը առանց խիղճի ինձ թվում է մեռած մի բան է։ Որ ավելի ազնիվ լիներ։ Դե արդար։ Այսօրվա դատավորների մասին չեմ կարող ասեմ, բայց սովետական դատավորները մի քիչ չափից դուրս լուրջ մարդիկ էին։ Իսկ այսօրվա դատավորները մեծամասնություն երիտասարդներ են, ինչ կարամ ասեմ։ Կյանքը մարդկանցի մնաց ասում մի քիչ աշխուժություն ավելի շատ է, ասենց ընկերական բան շրջապատը բաց հայտ գործելու ձևերը։ Իսկ այն վաղ իրանց ստալինյան ռեժիմի ձևով էին։ Դատավորը պիտի լինի շատ բարեխիղճ, շատ մարդկային, նաև հոգեբան, շեշտը պիտի դրվի լավ մասնագետներ պատրաստելու վրա պարզապես եւ բարեխիղճությամբ։ Դատավորի կերպարը դատավորին այնքան փող տան, որ ինքը անաչար սկսի աշխատել։ Առաքինի առաջի հերթին եւ երկրորդ հերթին նա պետք է հենց իծնի այդ մարդը լինի արդար եւ մաքուր, բայց ցավոք սրտի այսօր նույն համալսարան ընդունող իրավաբանական ֆակուլտետի բոլոր ուսանողներն երիտասարդների մեջ եթե դուք հարցում հարցացնել եք, բոլորը մտածում են հետագայում այն փողերը, որ այսօր ծախսել են, հետո հետ բերեն, արդեն հույս չունեն, որ կարող է վաղն լինի մաքուր համակարգ։